Սահմանադրական դատարանն ապրիլի 22-ին լիազորությունները դադարեցված դատավոր Արթուր Ստեփանյանի դիմումի հիման վրա կայացրեց որոշում Բարձրագույն դատական խորհրդի անդամների 5 կողմ ձայներով դատավորի լիազորության դադարեցման նորմը ճանաչելով հակասահմանադրական։ Գործող կարգավորումների համաձայն դատավորին եւ ԲԴԽ անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին ԲԴԽ որոշումներն ընդունվում են ոչ թե խորհրդի անդամների, այլ նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը 5 ձայնը։ Դատական օրենսգիրք Սահմանադրական օրենքի այս մասի վերաբերյալ փոփոխություններ կատարելու համար Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ։ Իր որոշմամբ արձանագրեց, որ օրենսդիրը պետք է այնպիսի կարգավորում նախատեսի, որով մի կողմից կերաշխավորվի, որ Բարձրագույն դատական խորհրդի մասին այն որոշումները, որոնք առավելապես վերաբերում են դատավորների լիազորությունների դադարեցմանը, կընդունվում են Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, այսինքն առնվազն 6 անդամների կողմ քվեարկության արդյունքում, եւ մյուս կողմից կերաշխավորի, որ այդ քվեարկությանը մասնակցած կլինեն ինչպես ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամները, այնպես էլ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամները։ Հարցին, թե ներկայացված նոր նախագծով օրենսդրական հատկապես որ կարգավորմանն է ուշադրություն դարձվել, օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի ավագ իրավաբան փորձագետը պատասխանեց. Փոփոխությունը առավելապես վերաբերում է քվեարկության որոշման ընդունման ձայների ընթացակարգին, այսինքն երբ Բարձրագույն դատական խորհրդի այն որոշումները, որոնք վերաբերում են դատավորի լիազորությունների դադարեցմանը, այդ թվում էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցնելու որոշման ընդունմանը, կարող են ընդունվել Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Միջազգային իրավունքի մասնագետ Արթուր Ստեփանյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը մեծ հետզրույցում նշեց, երկու գործով Սահմանադրական դատարանը կարողացել է սկզբունքային դիրքորոշումներ ձևավորել։ Դավիթ Հարությունյանի եւ Արթուր Ստեփանյանի գործով ձևավորվեցին դիրքորոշումներ, որոնք հստակ ազդակներ են նաեւ Բարձրագույն դատական խորհրդին։ Եթե Դավիթ Հարությունյանի գործը ունի ավելի լոկալ բնույթ, որտեղ այստեղ հրապարակային դատաքննության իրավունքի որպես արդար դատաքննության բաղադրատարի պահպանման կարևորություններ գնահատվում սահմանադրային իրավական կարգավորումների լույսի ներքո, ապա պարոն Ստեփանյանի գործով անդրադարձավ դատավորների լիազորությունների դադարման ընթացակարգին եւ քվեարկության ընթացքում պահանջվող ձայների շեմին։ Սիրանուշ Սահակյանի դիտարկմամբ ԲԴԽ 5 անդամի ձայներով ցանկացած դատավորի լիազորությունների դադարեցումը, որի զոհն է դարձել նաեւ իր վստահորդ Արթուր Ստեփանյանը, առիթ հանդիսացավ, որպեսզի բարձր դատարանում այդ ընթացակարգի սահմանադրականության հարցը քննարկվի։ Սահմանադրական դատարանը տվեց կարևոր դիրքորոշում, որ նման կարգավորումը հակասահմանադրական է, այսինքն իջեցված նվազեցված շեմերը, որոնք հնարավորություն են տալիս Բարձրագույն դատական խորհրդին առանց մեծ կոնսենսուսի դադարեցնել դատավորի լիազորությունները, համահունչ չեն դատավորների անկախության սահմանադրական երաշխիքների հետ։ Խոսելով Արդարադատության նախարարության կողմից ներկայացված նախագծի մասին, նա ընդգծեց, առաջարկվող փոփոխությունն ուժեղացնելու է դատավորների պաշտպանվածությունը ոչ իրավաչափ ընտրողական, խտրական, կարգապահական գործընթացներից, ինչի արդյունքում վերջիններիս լիազորությունները կարող էին դադարեցվել։ Դատավոր Արթուր Ստեփանյանի գործի վերաբերյալ մեր զրուցակիցը հայտնեց, եթե քվեարկության ընթացակարգը նախատեսող նորմը հակասահմանադրական է, նշանակում է այն ենթակա է վերացման։ Մենք իհարկե ունենք թե ներպետական եւ միջազգային ստանդարտներով նախատեսված կարևորագույն սկզբունք նախկին իրավիճակի վերականգնում, ինչը պարտադրում է, որ դատավորը ձեռք բերի դատավորի իր նախկին կարգավիճակը։ Միայն այս պայմաններում կարելի է համարել, որ սահմանադրական դատարանի որոշումը կատարվել է, դրանից զատ ցանկացած այլ լուծում բերելու է հակաիրավականության։ Այս գործով կայացված որոշման վերանայման նպատակով ԲԴԽ-ին դիմում է ներկայացվելու։ Սիրանուշ Սահակյանը նշում է, դրա հիմնական նպատակը պետք է լինի բացառապես հակասահմանադրական ընթացակարգով ընդունված ԲԴԽ որոշման վերացումը, իսկ վերանայումը որևէ կերպ չի կարող միտված լինել դատավոր Արթուր Ստեփանյանի նկատմամբ նոր կարգապահական գործընթացի։ ՍԴ-ն ժամանակ է տվել հակասահմանադրական դրույթը ուժը կորցրած ճանաչելու համար։ Հուլիսի 1-ը սահմանելով Սահմանադրական դատարանը ազգային ժողովին կարելի է ասել այսպես ժամանակ է տրամադրել, որպեսզի կարգավորումները համապատասխանեցվեն Սահմանադրական դատարանի որոշմանը։
Նախկինում, երբ դատավորի լիազորությունները դադարեցվում էին, հաճախ հղում էր կատարվում այն նորմին, որ պետք է վերջինս զերծ մնա դատական իշխանությունը վարկաբեկող գործողություններից։ Սիրանուշ Սահակյանը նկատում է, այդ նորմը բավականին լայն նշանակություն ունի, ինչը չի բավարարում իրավական որոշակիության կանխատեսելիության չափանիշներին։ Այս դրույթի իրավական անորոշության վերաբերյալ մտահոգություններ է ներկայացնում նաև միջազգային մի շարք կառույցներ, պնդելով, որ պետք է կոնկրետ ուղենիշներ տրամադրվեն դատավորներին, թե որ գործողություններն են, որոնք կարող են համարել վարկաբեկող։ Կոնկրետ մեր պարագայում դատական գործերի ձգձգման համակարգային խնդիրը, որը ընդհանրապես կապված չի դատավորի սուբյեկտիվ գործոններից, որակվել էր որպես դատական իշխանությունը վարկաբեկող գործողություն, եւ սա եւս ցույց է տալիս, թե որքան անորոշ է ձևակերպված այդ դրույթը, ինչը հնարավորություն է տալիս ցանկացած դեպք, ցանկացած իրավիճակ, անգամ դատավարական խախտում տեղավորել այս վարքագծային կանոնի ներքո։ Ներկայացված նախագիծն ըստ էության կարևոր նշանակություն կունենա դատավորների իրավունքները պաշտպանելու տեսանկյունից եւ ստացվում է կարգապահական պատասխանատվության, քրեական հետապնդման ենթարկելիս, ազատությունից զրկելիս դատավորների անկախության երաշխիքների շեմը բարձրացվում է։